Իշխան Սահակյանն օրինակ ասած չէ, նաև բանի մասով, որ շատ ասում, որ այս երկրում ընտրություններով իշխանություն չի փոխվել։ Մինչև 2018-ներ փողոցով իշխանություն չէր փոխվել, բայց եղավ, չէ։ Այնպես որ ընտրություններով հնարավոր է իշխանություն փոխել։ Ռոբերտ Քոչարյանի որդու բացառիկ խոստովանությունները։ Իր խոսքում ըստ էության նա փաստում է, որ մինչև 2018 թվականը Հայաստանում հնարավոր չէր ընտրությունների միջոցով իշխանություն փոխել։ Նա իհարկե անդրադառնում է 2018 թվականի հեղափոխությանը, բայց մի փոքր այլ լույսի ներքո, եւ եթե մի փոքր անկեղծ գտնվեր, ապա կասեր, որ 2018 թվականին հեղափոխություն տեղի ունեցավ, քանի որ մինչ այդ Հայաստանում իր հոր եւ նրա իրավահաջորդի կառավարման տարիներին ստեղծվել էին պայմաններ, որոնց շրջանակներում հնարավոր չէր Հայաստանում ընտրությունների միջոցով իշխանություն փոխել եւ հետեւաբար ժողովուրդը գնաց հեղափոխության ճանապարհով իշխանությունը փոխելու։ Դրանից հետո թերևս Լևոն Քոչարյանը կատարում է ամենամեծ խոստովանությունը, հայտարարելով, որ այսօր Հայաստանում այո հնարավոր է ընտրությունների միջոցով իշխանություն փոխել, ըստ էության խոստովանելով, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, քանի որ միայն ժողովրդավարական երկրներում է հնարավոր ընտրությունների միջոցով իշխանություն փոխել եւ դրանով իսկ հերքում է իրենց թիմերի կողմից տարիներով շրջանառվող այն կեղծ թեզը, որ Հայաստանը ավտորիտար եւ բռնապետական երկիր է։ Ավելին, եթե Լևոն Քոչարյանը մի փոքր էլ անկեղծ գտնվեր, ապա պետք է շնորհակալություն հայտներ Նիկոլ Փաշինյանին եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, որ նրանք վերադարձրեցին իրեն որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու իր ընտրության իրավունքը, որից նա զրկված է եղել նույնիսկ իր հոր եւ նրա իրավահաջորդի կառավարման տարիներին։ Պետք է գնաս որս բերես քո երկիր։ Մենք ունենք առաջնորդ, պետք է ունենանք առաջնորդ, որ գնա ուրիշ երկրից որս բերի, իր երկիրը պահի։ Սամվել Կարապետյանի զարմիկն ասում է, որ Հայաստանի առաջնորդը պետք է ուրիշ երկրներ գնա որս բերի Հայաստանը կամ երկիրը պահի։ Այստեղ ակամայից հիշում ես Սուտլիկ Որսկանի արկածները ու հարց առաջանում։ Բայց այդքան ուժեղ որսողներ եք, ձեր կառավարման 20 տարիների ընթացքում ինչ այդ որսը չբերեցիք Հայաստանը ձեր ասացի նման ուժեղ Հայաստան չդարձրեցիք, որովհետև դուք որս եք անում ոչ թե դրսում, այլ ներսում, եւ ձեր ներսի արած որսի պատճառով է, որ Հայաստանը դարձավ տարածաշրջանի ամենաաղքատ եւ թույլ պետությունը։ Դուք իրականում զբաղված եք Հայաստանի ներսում ոչ թե որսով, այլ որսագողությամբ, քաղաքական որսագողությամբ, ընդդեմ Հայաստանի տնտեսության, ընդդեմ Հայաստանի զինված ուժերի, ընդդեմ Հայաստանի հասարակության։ Ու այսօր էլ այո, դուք դուրս եք եկել որսի, ավելի ճիշտ որսագողության, ընդդեմ Հայաստանի պետականության, որպեսզի այդ պետականությունը վերցնեք եւ վերջնականորեն նվիրեք այն կենտրոնին, որտեղ գտնվում են ձեր հիմնական բիզնես շահերը, հետաքրքրությունները եւ որի քաղաքացի են ձեզանից շատերը։ Սիրելի հայրենակիցներ, Սամվել Կարապետյանի զարմիկը հերթական ցնցող հայտարարություն արել, նշելով, որ եթե իրենք գան իշխանության, ապա Հայաստանի վարչապետի աշխատավարձը կլինի 1 դրամ։ Հետաքրքրական է, որ Կարապետյանները իրենց մենեջերական թիմը հեծը ղեկավարել են ստանալով միլիոնավոր դրամի աշխատավարձեր, բայց դրանով հանդերձ հեծը հասցվել է գրեթե կոլապսի եզրին եւ պատկերացրեք Հայաստանի վիճակը, եթե երկիրը ղեկավարեն Կարապետյանները, ընդ որում ղեկավարեն 1 դրամով։ Իհարկե սա պրիմիտիվ PR հայտարարություն է եւ եթե Կարապետյաններին թվում է թե մեր հասարակությունը այնքան պրիմիտիվ է, որ չի հասկանում իրենց մանիպուլյացիաների եւ պոպուլիստական հայտարարությունների պատճառները, ապա չարաչար սխալվում։ Ընդամենը մեկ փոքրիկ օրինակով ցույց տամ, թե ինչպես է Նարեկ Կարապետյանը խափում մեր քաղաքացիներին եւ չի մտածում այն, ինչի մասին խոսում է կամ ինչ խոսում է։ Մենք սպասում ենք, թե մեկը գա մեր երկիր, ներդրումանի, չիպերի գործարան կառուցի, iPhone-ը բերի ստեղ, ասի դուք շատ լավ ժողովուրդ եք, iPhone-ը բերել եմ Իրանի կողքը հավաքեմ։ Մարտունոցի։ Ինչո՞։ Մերթեն մարտունոց։ Այո, բայց այդպես չի լինում։ Ահա այստեղ պարոն Կարապետյանը պատասխանելով հարցին հեգնում է Միացյալ Նահանգների կողմից Իրանի սահմանին, այսինքն Հայաստանում, Իրանի սահմանին մոտ երկրում ներդրումներ կատարել, օրինակ Apple-ի գործարան կառուցելը։ Նա հեգնում է նկատի ունենալով, որ հնարավոր չէ դա անել, հնարավոր չի այդպիսի իրավիճակ, հաշվի առնելով Միացյալ Նահանգների եւ Իրանի հարաբերությունները։ Դուք ո՞նց եք պատկերացնում, որ Միացյալ Նահանգները եւ ասենք ով աշխարհում կարող է երաշխավորել լինի Ռուսաստանը կամ Չինաստանը զուգահեռ երաշխավորեն Տրամպի ուղին։ Մինսկի խմբի համանախագահանի երկիր կար։ 3 Որ երկրներն են։ Ֆրանսիա, Միացյալ Նահանգները, Ռուսաստան։ Եթե նրանք մի անգամ նստել են սեղանի շուրջ եւ որպես միջնորդ Հայաստանի եւ Ադրբեջանի մեջ աշխատել են, ի՞նչն է խանգարում, որ հիմա դա չունենանք։ Ну, թեթև կոնֆլիկտներ կան աշխարհում։ Այո, եւ դրանք խանգարում են։ Բայց ահա Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ընթացքում արդեն թրիպուղուն անդառնալով նա ասում է, որ այստեղ պետք են երաշխավորների մի քանի երաշխավորների ինստիտուտը եւ տարածաշրջանային երկրներ, այդ թվում Իրանը, Ռուսաստանը պետք է լինեն թրիպուղու, երաշխավորների Միացյալ Նահանգների հետ, այստեղ շահերի համադրությունից էր խոսում եւ այլն։ Պարզ է, որ պարոն Կարապետյանը չի հավատում իր ասածին, որովհետեւ նա ընդհանրապես ներդրումներ էր հեգնում։ Հիմա ասում է, որ պետք է Միացյալ Նահանգների կատարած ներդրումները նաեւ երաշխավորի Իրանը եւ համագործակցեն այստեղ թրիպուղու հետ կապված Միացյալ Նահանգները, Ռուսաստանը եւ Իրանը։ Ավելին պարոն Կարապետյանը նաեւ Չինաստանին էր այստեղ ուզում ներգրավել, բայց հաղորդման ընթացքում ստիպված եղավ ընդունել, որ Չինաստանի հարցում կոնե արդեն ռուսերեն ասած պերեբարշիլ, հետեւաբար ստիպված Չինաստանին հանեց այս պրոյեկտից, բայց շարունակեց պնդել, որ Իրանի, Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների համատեղ
աշխատանքը հնարավոր է։ Պարոն Կարապետյան, դուք ո՞նց եք պատկերացնում, որ Տրամպի ներդրումները գա երաշխավորի Չինաստան։ Դա հավելյալ Ո՞նց եք պատկերացնում։ Չինաստանի օրինակով ճիշտ եք, Չինաստանի օրինակով շանսերը քիչ են, բայց եվրոպական երկրների օրինակով, Ռուսաստանի օրինակով հնարավոր է բանակցել, նաև ինչու՞ չէ տարածաշրջանային այլ երկրների օրինակով պետք է Իրանը բանակցել։ եւ Միացյալ Նահանգները երաշխավոր են։ Ընդհանրապես Հայաստանի տարածքային ամբողջականությունը, Սյունիքի մեր պատմական Զանգեզուրի եւ ընդհանրապես Հայաստանի տարածքային ամբողջականությունը դա Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերից է բխում, Իրանի շահերից է բխում, Ռուսաստանի շահերից է բխում, ասեմ ավելին, նաև ունենալով ուйգուրական մեծ համայնք Չինաստանում, որոնք թրքախոս են, նաև Չինաստանի ժողովրդական հանրապետության շահերից է բխում։ Հնարավոր է աշխատել, որպեսզի այս կոնկրետ դեպքում ունենանք կոնսենսուս։ Բայց պարոն Կարապետյան, ինչպես ապացուցվեց, ինքն էլ չի հավատում իր ասացին, որովհետև նախորդ դեպքում հեգնել էր ընդամենը Իրանի սահմանի մոտ գտնվող երկրում Հայաստանում օրինակ Apple գործարանի կառուցումը հեգնելով, որ դա հնարավոր չէ։ Հետևաբար պարոն Կարապետյանը ընդամենը խափում էր քաղաքացիներին եւ չի մտածում այն, ինչ խոսում է։